Վիլհելմ II Գերմանիան պատրաստվում էր գրոհելու դեպի արևելք։ Գերմանիային դահիճներ են պետք, կան դահիճներ։ Նպատակն է Բաղդադ Հնդկաստան։ Deutschland über alles, Deutschland über alles, ճանապարհը Հայաստանի վրայով է։ Կայզերի նշանաբանն է կոտորել բոլոր հայերին մեկին թողնելով թանգարանի համար։ Դահիճ կոտորողները Ստամբուլում, թուրքական սուլթանը իր ենիչերիներով, հայ ժողովրդի դրավոր թշնամիները շտապում են, հիմա կկատարվի ոչիրը։ Կատարվեց ահռելի ոչիրը, խոշտանգվեց, խեղտամահարվեց, կախաղան բարձրացվեց, խաչ հանվեց, սրախողող եղավ հայ ժողովրդի գրեթե կեսը։ Թուրքերի արշավանքը կանգնեցվեց Արաքս գետի վրա, ազատարար բանակը մտավ Երևան։ Բռնակալների դեմ ապստամբած հայ ժողովուրդը տեսավ իր պետականության ծնունդը։ 700-ամյա ողբերգությանը վերջ տրվեց, նվաճված աշխարհը սքանչելի է։ Սակայն երկիրը, որ հազարամյակների ընթացքում հեղեղվել էր ավերիչ պատերազմներով, ամայացած էր եւ պահանջում էր արտակարգ ջանքերի լարում։ Ամեն ինչ պետք էր սկսել սկզբից։ Ժողովուրդը դուրս էր ելնում աշխատանքի ասես տոնախմբության էր գնում, չնայելով ոչ մի ջանք։ Ահա այդ էր այն նորը, ինչ վերածնում պետք երկրին, այն ինչ հետագայում պատմական մեծագույն փորձությունների տարիներին հաղթանակ բերեց մեզ։ Բայց ահա վրա հասան հրի ծանր փորձության օրերը, հայրենական մեծ պատերազմը, ֆաշիստական հսկայական հորդաները, որոնք ցնցել էին ամբողջ աշխարհը, գրոհեցին մեր պետության վրա։ Հրաչարակ եղավ Ուկրաինան, Բելարուսիան։ Ոտքի ելավ նաև Հայաստանը, 250,000 հայազգի մարտիկներ հրաժեշտվին իրենց հայրերին ու մայրերին, զավակներին, հողին և գնացին արևմուտք խորտակելու ֆաշիզմը։ Տրակտորի վրա կինը փոխարինեց ամուսնուն, քույրը փոխարինեց մարտիկ եղբորը։ Զանգեզուրցի մայրերը իրենց մատներով հյուսում էին հաղթանակը մայրենական հին աշխատանքով, ձեռքի գործվածքով և ուղարկում էին մարտիկ որդիներին իրենց օրհնությունն ու ձեռքի ջերմությունը։ Նվիրում էին հայրենիքին իրենց աշխատանքի պտուղները այնպես պարզ ու վճիտ ճակատով դեպի հաղթանակը, այնպիսյան սպառ առատաձեռնությամբ, որպեսզի միայն ի վիճակի էր ի հայտ բերելու եղբայր ժողովուրդը եղբայր ժողովուրդների ընտանիքում։ Ուժերի գրեթե ծայրագույն լարման այդ հեղեղում աճում ու ամրանում էր ժողովրդի հոգևոր կյանքը։ Պատերազմի տիտանական դժվարությունների պայմաններում ծնվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան պրեզիդենտ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գլխավորությամբ։ Ժողովրդի հետ միասին աշխատում էին գիտության և արվեստի ստեղծագործողները Իսագուլյան, Ալիխանյան, կոսմիկ ճառագայթների ուսումնասիրողը, ակադեմիկոս Լևոն Օրբելի, աշխարհի խոշորագույն ֆիզիոլոգ, Արտեմ Նիկոյան, միտի կործանիչ ինքնաթիռի կառուցող, գեներալ ինժեներ Յոլյան, Ստալինի անվան հրետանային խոշորագույն գործարանի դիրեկտոր, հայրենական պատերազմը ամբողջ հայ ժողովրդին համախմբեց հայրենասիրական խոյանքի մեջ։ Արտասահմանյան հայերի միջոցներով ստեղծվեցին Սասունցի Դավիթ տանկային շարասյուները։ Ստալինգրադի պատմական ճակատամարտում հայ մարտիկները պատվով բաժանեցին աշխատանքն ու արյունը ռուս մեծ ժողովրդի
և մյուս եղբայր ժողովուրդների հետ։ Մարտական սխրագործությունների համար հայկական լեռնահրացքային դիվիզիան արժանացավ գվարդիականի կոչման։ Ծունկ չոքեցին գվարդիայի մարտիկներն ու սպաները, համբուրեցին կարմիր դրոշը և մարտերով տարան այն դեպ արևմուտք։ Եվ ոչ միայն ազգային միավորումների կազմում, մարտնչում էին բոլոր ռազմաճակատներում, բոլոր զորամասերում, բոլոր տեսակի զենքերով։ Մաքրում էին գերմանական ֆաշիստներից Կարելիան, կռվում էին Կիևի մոտ, ազատում էին Մինսկը, պաշտպանում հերոսական Սևաստոպոլը։ Շարքային մարտիկից միջև նավատորմի ադմիրալ հայ ժողովրդի զավակ Իսակովը։ Կռվում էին դաշնակիցների բանակներում, պարտիզանական ջոկատներում, Բելարուսիայում, Բալկաններում, հակաֆաշիստական Ֆրանսիայի առաջին ազգային հերոսն էր հայազգի Միսակ Մանուշյանը։ Նա հսկայական արիության էր մարդ էր։ Փարիզի միջազգային բոլոր պարտիզանական խմբերի իսկական առաջնորդը։ Բերլինի գրավմանը մասնակցող բազմաթիվ զորամասերի մեջ է նաև 89-րդ հայկականը, ազգային դիվիզիաներից միայն նրան է բախտ վիճակված մտնել Բերլին։ Վերջին գրոհը Բերլինի փողոցներում։ Խարքի 3 շքանշանների ասպետներ դարձան Իսահակ Կարախանյանը, Իսրայել Ստեփանյանը և Գենևան Լոպանյանը։ Հրանտ Սիմոնյանի, Գուրգեն Բադալյանի, Արշավիր Աթոյանի, Գրիշա Աբրահամյանի գումարտակների սխրանքները անօրինակ էին։ Այն ժամանակ, երբ Թամանյան դիվիզիան կռվում էր Բերդի համար, հարևան զորամասերի զինվորները հերոսաբար մտել էին Ռեյխստագ։ Նրանց յութազնական գրոհը պսակվեց Ռեյխստագի վրա ամրացված հաղթանակի դրոշով։ Ուշադիր նայեցեք այս կինոկադրերը։ Դեր առջև Բրանդենբուրգյան դարպասներն են։ Այս կամարների տակով տոնախմբությունների ժամանակ այսպես հանդիսավորությամբ անցել են կայզերական և ապա հիտլերյան բանակի անթերի վարժեցված զորքերը։ Իսկ հիմա նույն Բրանդենբուրգյան դարպասներով անցնում է սովետական բազմամիլիոնանոց բանակի փոքրիկ, բայց հերոսական ջոկատը եկած հայկական լեռնաշխարհից։ Պարում են և հայ զինվորները, պարում են, որովհետև հաղթել են և բացվել է վերադարձի ճամփան։ Պարում էին այնպես ուժգին, այնպես թափով շռնդալից, որ թվում էր ոտքով են հաղթանակի սալյուտ տալիս։ Դոփում էին գետինն այնպես, որ ասես ձայնը ոտքերի, ուզում էին գնար հասներ լեռնաշխարհը Հայաստանի։ Այդպես պարում էին հայերն, հաղթանակած մտած Բերլին, մեր նայիրյան, հնադարյան, ավանդական մեր քոչարին։ Տարիների կարոտն անհակ հազար թևով կանչում է տուն, սրտում ամեն մի զինվորի ափից ելած խինդն է հորդում։ Տուն են դառնում հաղթանակած, ճակատաբաց դառնում են տուն, և աչքերում ամեն մեկի կա հաղթողի հպարտություն։ Հայոց վսեմ լեռներն անգամ խոնարհվում են հաղթողներին։ Ողջ լեռնաշխարհը հայկական ցնծությամբ է լցվել նորից։ Այսօր և խինդը մարդկային, և թախիցն է արտասովոր։ Ով հաղթական տուն է դարձել, նա հրճվում է խինդով մի նոր, և իր համար, և մարտերում բոլոր հաղթածների։ Վշտանում է վշտով մի խոր նրանց համար, ովքեր չկան։ Այս բերկրանքի պահին հայ ժողովուրդը բաց ճակատով և օրինական հպարտությամբ է նայում եղբայրական ժողովուրդներին։ Հպարտ է նա, որ իր մեծ ավանդն ունի հայրենական պատերազմում։ Եվ ինչու չհպարտանա,
երբ ինքն է տնել սովետական միության մարշալ Բաղրամյանին, ծովակալ Իսակովին, ավիացիայի մարշալ Կուդյակով Աբերյանցին, մոտ 60 գեներալների, երբ իր զավակներից 70,000-ը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, իսկ 102-ին շնորհվել է սովետական միության հերոսի կոչում։